Նոր Ռուստամյանն ներկայացրեց, թե ինչ հարցեր օրակարգով են եվրոպացիները եկել, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան, ինչու այդ հարցերի մեջ այն հարցերը, որ դուք եք ներկայաց, գոնե մեկը չկար։ Ես չեմ ցանկություն չունեմ մեկնաբանելու տարբեր միջազգային կառույցների լռությունը Հայաստանում խայտառակ գործընթացների մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված, բայց անկախ նրանից հանձնակատարը ինչ օրակարգով էր եկել, դա չխանգարեց ընդդիմության ներկայացուցիչներին բարձրաձայնել Հայաստանում առկա բոլոր խնդիրները մարդու իրավունքների, սկսած եկեղեցու դեմ արշավից, շարունակած քաղբանտարկյալներով, ընդ որում հատ առ հատ յուրաքանչյուրի վերաբերյալ, Նարեկի, Վազգենի, պարոն Կարապետյանի, Դավիթ Համբարձումյանի, Արտուր Իսահակյան բոլոր, անխտիր բոլորի հոգևորականները առանձին կետով թե որպես քաղբանտարկյալ եւ թե որպես եկեղեցու դեմ արշավ իրականացում, այնպես որ եթե հստակ ձևակերպենք, ինձ չի հետաքրքրում ինքը ինչ օրակարգով է եկել իր մանդատը ենթադրում է մարդու իրավունքների պաշտպանություն եւ մենք առնվազն բարձրաձայնեցինք Հայաստանում դրա խայտառակ ոտնահարումները։ Ցավոք իր պատասխանները, որոնք մեր համար դժվար է գոհացուցիչ անվանել, ես բարձրաձայնել չեմ կարող ֆորմատը հաշվի առնելով, նշեմ միայն, որից կարելի է ահագին հետևություններ անել, որ ընդդիմության ներկայացուցիչները հայցել էին առանձին հանդիպում հանձնակատարի հետ, որովհետև ամբողջ դելեգացիայի հետ հանդիպման ամանավանդ այսպիսի կարճատև հանդիպման պարագայում հնարավոր չի ներկայացնել այն բոլոր խայտառակ գործընթացները, որոնք տեղի են ունենում մեր երկրում, բայց թե առաջ, թե հիմա եւ թե հետագայում այս բոլոր գործընթացները ներկայացվում են բոլոր ֆորմատներով հանդիպումների, ելույթների եւ իհարկե գրավոր զեկույցների, որոնք անդադար ուղարկվում են թե անձնակատարին եւ թե այլ պատասխանատու կառույցներին։ Պարոն Մամիկյանյան, մասնեք թե ինչ ասեց, այնուամենայնիվ Դե ես արդեն ասացի, որ արձագանքները իմ համար գոհացուցիչ չէին։ Իսկ առաջին անգամն է, որ իրենք գալիս են իրենց այսպես սահմանված օրակարգով, որը մեր իրականության հետ աղերս չունի։ Թե նախորդ տարիներին էլ է։ Այս ֆորմատով հանդիպում, այսինքն Երևանում իր այցի տրամաբանության մեջ այս պաշտոնյայի եւ նախորդ պաշտոնյայի հետ ես ունենում եմ առաջին անգամ։ Մենք ունեցել ենք հանդիպումներ նույն պաշտոնը զբաղեցնող թե նախորդ թե պարոն Ֆլայարտիի հետ Ստրասբուրգում։ Այդ ժամանակ նմանօրինակ սահմանափակում չի եղել, բայց այն ժամանակ նախաձեռնությունն է մերը եղել հանդիպման, ուստի չեմ կարող ասել ավելի նախկինում աշխատած գործընկերներս կարողանան ասել։ Իմ համար մի փոքր զարմանալի է, երբ մարդու իրավունքների պաշտպանության նմանօրինակ բարձրաստիճան պաշտոնյան գալիս է եւ ասում է, որ այս պահին հետաքրքրված է ուսումնասիրել այս ոլորտների մարդու իրավունքների խախտումները, բայց նորից ես դրա վերաբերյալ շատ չեմ ծանրանա, որովհետև դա չկանգնացրեց մեզ ներկայացնելու իրականություն։ Կողմնակալ իրենց մոտեցման մասին դուք ասեցիք եւ որևէ արձագանքյալ, ինչու են իրեն կողմնակալ մոտեցում եւ պրոիշխանական։ Շատ հստակ ձևակերպումներ են տրվել թե այս եւ թե նախորդ բոլոր հանդիպումների ժամանակ անընդունելիության մասին այն խոսույթի, որը գալիս է եվրոպական կառույցներից։ Ես չեմ կարող չհիշատակել վերջին հրապարակված զեկույցը, որի հետ հանձնակատարը որևէ ուղղակի կապ չունի, բայց այնուամենայնիվ օրինակ համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ բառացիորեն ես ասել եմ, որ այդ զեկույցի հրապարակումը ուղիղ ներգործության փորձ էր Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին։ Մի քիչ ավելի մանրամասն ասեմ, Եվրոպայի խորհրդի կանոնակարգերով նախընտրական տարում չի կարելի գալ մոնիտորինգային այցի, որովհետև դա կարող է դիտարկվել որպես ներգործություն ներպետական ներքաղաքական խնդիրներին։ Հենց այդ նախադասությանը ի պատասխան ես ասացի, որ այս խայտառակ ձևակերպումներով զեկույցի հրապարակումը արդեն իսկ ուղիղ ներգործություններ, միջամտություններ, այո, Հայաստանի Հանրապետության ներքաղաքական գործընթացներին։ Սա է լինելու, ինքը ինչ է անելու արդյունքները, գուցե սա է հատուկ իրենց այսպես օրակարգով, Ելքերը այս հանդիպման կարող են շատ տարբեր լինել, մարդու իրավունքների հանձնակատար, չէ, որպես դասակարգ եմ ասում, թե ինչ գործիք ինքը կարող է օգտագործել, պարտադիր չի, ինքը ունի տարեկան հաշվետվություն, դա գործիքներից մեկն է, ինքը ունի հայտարարության ֆորմատ, ինքը կարող էր օրինակ գնալ եւ այցելել վերջերս
հացադուլից բժիշկների հորդորով դուրս եկած Նարեկ Սամսոնյանի եւ ես գիտեմ, որ Նարեկ Սամսոնյանի թիմը նամակ էր հղել իրեն եւ նաեւ ես փոխանցեցի իրեն Նարեկ Սամսոնյանի տիկնոջ նամակը իր խնդրանքով նույն խնդրանքը եղել է նաեւ այլ քաղաքաբանտարկյալների հետ կապված արդեն մենք թե այնտեղ Ստրասբուրգում եւ թե այս հանդիպման ժամանակ ասացինք, որ կա անհրաժեշտություն, որպեսզի լինի ուղիղ շփում, ուղիղ տեղեկացվածություն, ուղիղ այցելություն, ոչ իհարկե։ Առասարակ չի մեկնաբանել այդ ասել, ոչ թե չի տվել համաձայն։ Առաջարկել եք ինքը ոչ մի։ Մենք դրա մասին բազմիցս ենք ասել, նամակներով, տարբեր ձևերով։